Նոյեմբերի 8-ին մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ գյուղնախարարության կողմից կազմակերպված գյուղատնտեսության արտադրության ցուցահանդես, որտեղ իրենց մասնակցությունը ցուցաբերեցին նաև Նինոց-Մինդայի պանրագործները, ովքեր եւ արժանացան ոսկե մեդալի։ Նոյեմբերի 8-ին առավոտ ժամը 8-ին արդեն մենք Թիֆլիսում էինք իմ տեսականիներով, ես ներկայացրել էի 8 տեսականի պանիր, շվեյցարական, հոլանդական, էմենտալ, լորի, կավկասկի, չան մեր վրացականը, սուլուկունի, ապխտած, չեչիլ և դրանք են։ Ու մեզ հատկացրին դեղ, որ պիտի մենք բանանենք, պատրաստենք, սեղանը պատրաստենք, սեղանները պատրաստեցինք, արդեն կտրատելով, որպեսզի համտես անեն ժողովուրդը, կա մասնակիցները։ Եվ նույնը եւ բանեն Մելս Մարտիրոսովիչին Պդոյանը նույն երկու ֆիլմի իրար կողքի մի տաղավարում կանգնած էինք այնտեղ մրցույթի ձև այս ձևին էր ուրեմն համտեսանողները քաղաքացիները սովորական քաղաքացիները վերցնում էին տալիս էին նրանց բագետներ էին տալիս այս ձևի բագետները մեջը 5 հատ բան ժետոն Մենք անցնում էին պաներների կողքով, համտես էին անում, ում պաները իրենց դուր եկավ, ուրեմն այդ ժետոնը գցում էին հատուկ բանկար, ստեկլյանի, ապակի տարաներ կար, բանկային մեջ էին լցնում։ Ու ումը շատ հավաքեց, ուրեմն հաղթողը նա է, առաջի հերթի, առաջի հաղթելու պայմանը դա էր։ Երկրորդ արդեն համտեսն էր։ Համտեսը նստած էին բանում, տաղավար, փակ տաղավար, դա արդեն տրսում էր։ Փակ տաղավարում նստած են բաները, ժյուրի անդամները, անկախ, ես չգիտեմ թե ով են, ինչ են, ինչ մարդիկ են, նստած են այդ մարդիկը, ուրեմն ժյուրի անդամները, ու եկան ինձ ասեցին, որ պիտի ներկայացնես բաներները, որպեսզի ներկայացնենք ժյուրին, տեսնենք, թե համտեսարեն, տեսնենք ինչ որակի պանիր ունեք։ Ես էլ պատահական ասացի, խնդրեմ, որն է, ասացի, ես բոլորն էլ բդրեցնեմ, չէ, մեկից։ Ես մեկից կտրեցի եվրոպական պանիր, հոլանդական պանիրը, բդրեցի և տրին բանի մեջ, պակետի մեջ իմ համարը գրեցի, ես ունեի այնտեղ կոնկուրսի մասնակցելու համար 25 համար և գնացին։ Ուրեմն դրսում սպասում էինք, նու եկան տուրսի ու հայտարարեցին, որ արդեն պիտի հաղթողների անունը պիտի հայտարարեն։ Կանգնած էին հայտարարեցին։ Առաջին հայտարարեցին Սանտե բան կա, ձեռնարկություն կար, դրանց մթերքի աղջիկ էր ներկայացուցիչը։ Նրա անունը նա բարձրացավ վերև, վերցրեց ոսկե մեդալ։ Երկրորդը Վան Ղազարյան, Վան 412 Նինոց-Մինդա։ Ես բարձրացել ասեցի, հարկ Աստծո ասեցի, արդարությունը հաղթեց, չնայած ես չէի կասկածում, ես երբ բաները այդ կդրեցինք բանի լորին, հոլանդական բաները կդրեցինք, ես համտեսարի, ես ինքս ինձ, ես իմ մեջ տվի կնահատականը և համու հոտի, ես բալային սիստեմով, ես իմ մեջ նշեցի, բալային սիստեմով և համու հոտը, և կոնսիստենցիան, և նկարը, և արտաքին, տեսքը բան, բոլոր ասացի, որ համապատասխանող է։ Կաթի և կաթնամթերքի վարպետ Վանիկ Ղազարյանը շուրջ 50 տարի է, որ զբաղվում է պանրագործությամբ, սկսած խորհրդային տարիներից։ Ինչպես նշեց պանրագործ Վանիկ Ղազարյանը, այդ տարիներին գործարանը միշտ աչքի էր ընկնում շվեյցարական պանրի արտադրությամբ, իսկ այսօր գործարանը արտադրում է մոտ 10 տեսակի պանիրներ։ Պանրագործությամբ արդեն երկար տարի է, այս տարի լրացել է 50 տարին, 1964 թվականի հունիսի 6-ից ես ոտս դրել եմ հենց այս գործարանում, հենց այս ցեխում, որը հին կար, այս ցեխում սկսել եմ աշխատել, համատեղ և սովորել եմ և աշխատել եմ ու դրանից հետո արդեն բանվոր 3-4 տարի բանվոր եմ աշխատել, հետո ինձ ուղարկել են Տամբովկայի բանրագործարան, հետո Կանցայի գործարան, հետո Կարելովկայի գործարան 12 տարի աշխատել եմ, հետո այստեղ եմ արդեն 84 թվականից այստեղ եմ աշխատել, Բոգդանովկայի գործարանում, արտադրել եմ տարբեր տեսակի պանիրներ, շվեյցարական մեծ քանակությամբ հատկապես Կորելովկան, եթե ես ասեմ հազարավոր տոննաներով պանիր եմ արտադրել, սուտ չի լինի։ Եվ շվեյցարական չեմ ասում արդեն վրացականի մասին, հոլանդական, սովետական մի քանի տեսակ պանիրներ արտադրել եմ։
Վարպետի համար կարևոր աշխատողների մաքրասիրությունը ու ուշադրությունը գործը սիրով կատարելն է։ Ինչպես ասացին նրա աշխատողները, վարպետ Ղազարյանը կաթը հեռվից է ճանաչում, նույնիսկ կարող է ասել կաթի որակը։ Եվ այսօր անչափ հաճելի է նրա հետ աշխատելը, քանի որ նա շատ բարեխիղճ ու համբերատար անձնավորություն է։ 2 տարի աշխատում եմ այս գործարանում, պանտրի զավոդում ու լավ մարդուկով եմ աշխատում, ինքը շնորհալի, շատ խեղճով, պարտաճանաչ մարդ է ու ամեն ամիսեին վարձատրությունը նույն ժամանակին տալիս է, շատ գոհ եմ իրանից։ Մենք առավոտվա կաթը գալիս է օրանը, գալիս ենք, կաթսաներն եք լևանում, ֆորմաներն եք լևանում, պոչկաներն եք լևանում ու ձեկտենք, որ մաքրությունը պաշտպանվի հոելն է։ Ես օրինակ շատ որդանում եմ ու ուրախ եմ, որ մեր աշխատանքի զուր չի ասնի։ Վանիկ Ղազարյանը ծնվել է 1944 թվականին Գանձա գյուղում ու սկսած մանուկ հասակից սիրել է պանրագործությունը։ Նույնիսկ հիշում է, թե ինչպես է գնացել իրենց տան կողքին գտնվող պանրի գործարանը ու հետևել վարպետների աշխատանքին։ Նա իրենց ընտանիքում 6 երեխաների միջից միակն է եղել, ով զբաղվում է պանրագործությամբ, ու նրա խոսքերով իր տարիների ունեցած փորձը այսօր արդեն փոխանցում է իր որդուն եւ թոռնիկներին։ Երկար տարիներ աշխատել եմ ու երևի շրջանում մեր հայտնի պանրագործներից չկա մեկը, որ ինձ հետ չի աշխատել։ Բոլորն էլ աշխատել են, հիմա արդեն իրանք գիտեն գոհ են թե գոհ չեն։ Եվ ընդհանուր մենք համատեղ արտադրությունների ժամանակ իրանք տեսել են տեխնոլոգիան, սովորել եւ այսօր կան վարպետներ կան, որ արտադրում են պանրներ։ Մենք հիմա արդեն ես արդեն նրանց փոխանցել եմ։ Հիմա ես փոխանցում եմ իմ սերունդին, իմ տղան, որ նոր արդեն 10-15 տարի արդեն միասին աշխատում ենք, չնայած էլ բարձրագույն կրթությամբ այդ տնտեսագետ է ու այնպես վիճակվեց, որ եկավ այստեղ, սիրեց, չնայած չէի ես ուզում, որ աշխատեր, քանի որ շատ դժվարություններ հետ կապնված է խոնավություն, հիվանդության բան, բայց այսօր նա էլ եկավ աստիճանաբար սիրեց, ու արդեն ես կարող եմ ասել, որ մեծի մասամիգն է կատարում գործը և արդեն թոռնիկներս են գալիս, մենք ընտանիքով ճիշտն ասած լծված ենք այս գործին, կինս է գալիս, հարսս է գալիս, կարակ են պատրաստում, բանվոր չի լինում, գալիս են անպայման իրանք կամ եթե բանվոր չեղավ անպայման իրանք կգանք աշխատեն, բայց որ այդ տրադիցիան արդեն 50 տարվա մեջ մեր տան մեջ արմատավորվել է, քանի որ հենց այս աշխատանքով մենք ապրում ենք, հենց այս աշխատանքն է, որ մեզ տալիս է նյութապես և բարոյապես և ամեն ինչ մեզ տալիս այս աշխատանքը։ Չնայած նա 70 տարեկան է, բայց երբեք չի հոգնում պանրի գործարանում աշխատել։ Նա նույնիսկ օգնում է իր աշխատողներին ու սովորեցնում, թե ինչպես կարելի է պատրաստել լավ ու որակյալ պանիր։ Միևնույն ժամանակ, ինչպես հավաստիացրեց Վանիկ Ղազարյանը, պանրագործությունը շատ նուրբ աշխատանք է ու ունի իր գաղտնիքները։ Առաջի գաղտնիքն ասեմ, առաջի գաղտնիքը գալիս է կաթից, մաքուր կաթ։ Երկրորդ գաղտնիքը գալիս է տեխնոլոգիայից, երրորդ գաղտնիքը գալիս է արդեն մշակումից ու պահեստավորումից ու պահպանումից, չորրորդ գաղտնիքը գալիս է որպես մասնակետ պիտի հայտ կաս, սիրես պիտի քո գործը, եթե չսիրեցիր քո գործը, ուրեմն ամեն ինչ կծախողվում է, հենց գաղտնիքը դա է, մաքրաբավություն, ճշտապահություն, հատկապես հիմա մեր ֆերմերներն են հանձնում, առաջ մեծ տնտեսություններ, ամեն կոլխոզից ստանում ենք 3-4-5 տոննա կաթ ենք օրական ստանում, իսկ հիմա այնպես մարդ կար, օրական 2 լիտր կաթ է հանձնում, 5 լիտր, այդ բոլոր մարդկանց հետ պիտի ընդհանուր լեզու գտնես, դրանց հետ պիտի վերաբերվես այն ինչ պատշաճ պետք է վերաբերվես այնպես, ինչպես վայել է քեզ, ինքդ քեզ որպես մարդ, ամենք հետ պետք է վարվես լավ, որպես և դու իրանից կող լինեք և իրանք ձեզանից կող լինեն ու հիմնականում հիմա մենք անջատում ենք շիջուկը և մասսան, պանրամասսան, աշճանաբանով մշակելով դնում ենք հատիկ
Հադիկի տնում է կոչում սա, հադիկն ենք տնում, հաշտարանը նայած թե ինչ բանջի համար ինչ հադիկ ես տնում, խառն է։ Հիմա մենք արտադրում ենք լորի բանիշ, այս պրոցեսից հետո հիմա կարող եք տեսնել, պրոցեսից հետո շիջուկի մասսան հեռացնում ենք, շիջուկը, մնում է մենակ պանդրի մասսան լցնում ենք հատուկ այս բանի մեջ, ձևի մեջ, մամլում ենք, կտրատում և տրում ենք բաների մեջ, իրա ձևերի, ֆորմաների մեջ, ու աշխանաբան ինգնամամլվում է և պատրաստվում է լորի բաները։ Դրանից հետո բաները մնալով 6-ից 8 ժամ տեղափոխում ենք աղաջուր, ու կնում է հասունացում նգուղում։ Գործարանը կապված սեզոնի հետ այսօր օրական 500 լիտր կաթ է մթերում։ Այնիշ գործարանի հնարավորությունները թույլ են տալիս մոտ 50 տոն կաթ մթերել։ Հիմնականում արտադրում են չանախ, լորի, վրացական, հոլանդական եւ այլ պանրի տեսակներ։ Հետագայում պատրաստվում են ավելի շատ արտադրել շվեյցարական պանիր, քանի որ բնակիչների պահանջը այս պանրատեսակների մեջ շատ է։ Իսկ պանրագործ Վանիկ Ղազարյանը փորձում է ամեն կերպ արտադրել լավ ու որակյալ պանիր։ Դա իր կյանքի միակ նպատակն է։